Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խոզարկությունն էլ արդեն 8 ժամ է ընթանում է եւ դեռ ավարտի մասին որևէ տեղեկություն չկա, սակայն քիչ առաջ այստեղ որոշ տեղեկություններ ընդհանուր առմամբ նրա տարբեր ընկերություններում տեղի ունեցող գործընթացից հայտնեց նրա խոսնակի Վետա Տոնոյանը, արդեն պարզ է, որ մի շարք հասցեներում խոզարկությունները ավարտվել են, մի քանի ընկերություններ, այդ թվում Արարատ ցեմենտ գործարանը, կոնյակի գործարանը եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես Տոնոյանը հայտնեց, կապարակնքվել են եւ աշխատանքը այնտեղ դադարեցվել է։ Շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։ Առաջին հերթին, որովհետեւ նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում, որ դադարեցվի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը եւ կապարակնքվի վարչական շենքը, Աբովյանի նահասցեում գտնվող նման նախադեպ երբևէ չի եղել եւ առավել քան վստահ եմ, որ կոնկրետ այս գործողության աղետաբեր հետևանքները Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ այն անձինք, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իրենք տեսնելու են այս գործընթացի աղետաբեր հետևանքները։ Կապարակնքվել է նաև Արարատ ցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը, որտեղ գտնվում են բարձր աշտարակը, քաղաքապետարանի դիմաց գտնվող, որը ոչ մի հստակություն չկա, Multistone ընկերությունը, որը քարերի արտադրությամբ է զբաղվում, եւս կապարակնքված է եւ դադարեցված է գործունեությունը։ Բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում նաեւ անվտանգության սպասարկող աշխատակիցները եւ անձնակազմը, որը անվտանգային առումով, խոսքը նաեւ ֆիզիկական անվտանգության առումով լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ բնականաբար դրանցից մի մասը գործարաններ են, որոնք արտադրությամբ են զբաղվում, կան պայթյունավտանգ նյութեր եւ այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել։ Ոչ, մենք ձերբակալվածներ չունենք, ունենք հրավիրվածներ, տարբեր ձևաչափով այսպես հարցաքննությունների մասնակցելու, բայց գործընթացը դեռ չի սկսվել։ Փաստաբաններից մեկը քիչ առաջ դուրս եկավ առանձնատնից եւ ասաց, որ այս պահին ինքը եւս չի կարող մանրամասներ հայտնել, սակայն ավելի ուշ, երբ արդեն հստակություն կլինի, հայտարարությամբ հանդես կգան, միայն նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Ոչ։ Այստեղ նաեւ Ծառուկյանի ընտանիքի անդամներն են, ինչպես Վետա Տոնոյանը տեղեկացրեց, նրանց մուտքը դեպի առանձնատուն եւս արգելված է եւ նրանց տեղաշարժը այստեղ չի թույլատրում, այսինքն չեն կարողանում ներս գնալ, խոսքը Ծառուկյանի աղջիկների մասինն է։ Տանը Գագիկ Ծառուկյանը, տիկնոջ Ջավահեր Ծառուկյանի եւ մոր Ռոզա Ծառուկյանի հետ է գտնվելիս եղել, երբ խոզարկությունը սկսվել է, այստեղ այս պահին նաեւ պարոն Ծառուկյանի աղջիկներն են քիչ ավելի այն կողմ գտնվում, որոնց մուտքը եւս արգելված է եւ չեն կարողանում իրենց հայրական տուն բարձրանալ, այնպես որ կարծում եմ այս մասով հստակ է, որ կան սահմանափակումներ ելումուտի հետ կապված։ Այսօր ինչպես քննչական կոմիտեն հայտնեց, նաեւ 70 ընդհանուր առմամբ հասցեներում էր միաժամանակյա խոզարկություններ իրականացվում, սրանց վերաբերյալ իրավապահները հայտարարում են, թե ավելի ուշ մանրամասներ կհայտնեն։